Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կխոսենք մի քիչ տխուր, բայց շատ կարևոր թեմայի մասին։ Պատկերացրեք, որ ձեր երեխան վատառողջ է եւ դուք ստիպված եք մի քանի օր անցկացնել հիվանդանոցում, ու բնականաբար ոչ մեկի հաճելի չեն հիվանդանոցային պայմանները, առավել ևս երբ երեխան փոքր է, ցանկանում է հետ վերադառնալ տուն, որտեղ ամեն ինչ ապահով է, կան իր խաղերը, խաղալիքները, ընկերները, բայց դուք այնուամենայնիվ ստիպված եք օրեր շարունակ մնալ փակված սենյակում, հիվանդասենյակում։ Եվ այսպես մայրիկներից շատ մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի այդ մի քանի օրվա ընթացքում կարողանան երեխաներին տրամադրել եւ անել ամեն ինչ, որպեսզի երեխայի մի քանի օր հիվանդանոցում անցկացրած ժամանակը հնարավորինս անստրես, թեթև եւ հագեցած լինի։ Երեխայի հոգեվիճակը ուղիղ կապ ունի նաև ձեզ հետ։ Իհարկե հասկանալի է, որ դուք չեք կարող հանգիստ լինել այն դեպքում, երբ երեխան ջերմում է կամ որ ավելի վատ է, վիրահատություն է տարել եւ հետ վիրահատական շրջանում է գտնվում։ Ձեր նյարդային համակարգը եւս շատ լարված է եւ դուք փորձում եք րոպե առաջ վերադառնալ տուն։ Այդ ժամանակ շատ կարևոր է, որպեսզի բացի ձեզ երեխայի խնամքով զբաղվի նաև ձեզ հարազատ մեկ այլ անձնավորություն, որպեսզի ընթացքում դուք հնարավորություն ունենաք հանգստանալու եւ մի փոքր ինքներդ ձեզ ժամանակ տրամադրելու։ Եկեք պատկերացնենք երեխայի ապրումները, օրինակ հետ վիրահատական շրջանում, եկեք պատկերացնենք, որ Արամի նշիկները հեռացրել են եւ մի որոշ ժամանակ նա չի կարողանում ուտելիքը կուլ տալ, դժվարանում է որևէ բան ուտել։ Բայց միևնույն ժամանակ մայրիկը ստիպում է իրեն սնվել, որովհետև, այսպես ասած, դատարկ ստամոքսին դեղ խմել չի կարելի։ Դրան գումարվում է նաև այն, որ հիվանդասենյակում, բացի Արամից ու մայրիկից, կան եւս այլ բալիկներ իրենց ծնողների հետ, եւ մայրիկներից մի քանիսը բարյացկամությամբ փորձելով օգնել, իրենց երեխային բերում են օրինակ, ինչից Արամը բնականաբար ավելի է նեղվում։ Օրինակ մայրիկներից մեկն ասում է. «Այտես իմ տղան ամբողջ ուտելիքը կերավ»։ Այդ պահին մայրիկն իհարկե ցանկանում է օգնել, բայց հաշվի չի առնում այն հանգամանքը, որ միգուցե իր երեխայի մոտ մեկ այլ առողջական խնդիր է, իսկ Արամը կոնկրետ դժվարանում է որևէ բան ուտել, որովհետև դեռևս ունի հետ վիրահատական ցավեր։ Ու տվյալ պահին Արամը բարկանում է, միգուցե կարող է լաց լինել, նետվել հատակին եւ վերջում երբ տեսնում է, որ իրեն համեմատում են մեկ այլ երեխայի հետ ի վնաս իրեն, միգուցե նաև այդ երեխային հարվածի կամ գոռա նրա վրա։ Նման պահերին շատ կարևոր է, որպեսզի մեծահասակները հնարավորության սահմաններում պահպանեն հանգստություն, որովհետև դուք լավագույն օրինակն եք ձեր երեխայի համար։ Եթե դուք նյարդայնանաք, լարվեք կամ որ ավելի վատ է, երեխային սպառնաք բուժանձնակազմից որևէ մեկի սրսկելով, երեխան դրանից ավելի շատ կլարվի, որովհետև հարգելի ծնողներ, ինչպես մենք բազմիցս անդրադարձել ենք, շատ դեպքերում բժշկի այցը երեխայի համար դիտվում է որպես պատժամիջոց։ Դուք երեխային վախեցնում եք, որովհետև ցանկանում եք, որ միգուցե քիչ աղմկի, իրեն ճիշտ պահի, դասերը ժամանակին անի եւ այլն, բայց հետագայում այդ ամենը շատ վատ անդրադարձ է ունենում երեխայի եւ բժշկի հետ հարաբերությունների վրա։ Հաջորդ անգամները, երբ դուք բժշկական այցի եք գնում, երեխան սկսում է վախենալ, մտածում է, որ ինչ-որ բան այնպես չի արել եւ դուք իրեն պատժում եք։ Այդ պատճառով շատ ուշադիր եղեք ձեր արտահայտություններում եւ ճիշտ հակառակ ռազմավարությունն օգտագործեք։ Երեխային բացատրեք, որ բժիշկը ու առհասարակ հիվանդանոցի ամբողջ անձնակազմը իրեն օգնելու համար է այդտեղ, որ իրենք ցանկանում են, որ ձեր բալիկն այլևս ցավեր չունենա, շուտ կարողանա վերադառնալ տուն, խաղալ բակում ընկերների հետ եւ այլն, այսինքն դրական լույսի ներքո ներկայացրեք տվյալ պահի իրավիճակը։ Կարևոր է նաեւ, որ երեխային չխաբեք։
Տեսեք, շատ դեպքերում երեխային ստրեսից հեռու պահելու համար մենք տալիս ենք այնպիսի պատասխաններ իր հարցերին, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ, երեխան ասում է ցավելու է, դուք ասում եք ոչ, չի ցավի, եւ հաջորդ անգամ, երբ դուք գնում եք բժշկի եւ երեխան օրինակ ներարկումից ցավ է զգում, նա այլևս ձեզ չի հավատում։ Դրա համար դուք կարող եք իրեն ներկայացնել քայլերի հաջորդականությունը հնարավորինս մեղմ ձևով։ Օրինակ, երեխային սկզբում պատմեք, որ բուժաշխատողը բամբակով հեղուկ է քսելու իր ձեռքի վրա եւ դրանից միգուցե մաշկը մի փոքր խուտուտ գա։ Իսկ հետո բժիշկը արդեն մաշկին մոտեցնելու է ներարկիչը, այդ գործընթացը մի փոքր տհաճ է, բայց տանելի է։ Երբ դուք քայլերի հաջորդականությունը բացատրեք երեխայի համար պակաս ստրեսային կլինի այդ ամենը, չէ՞ որ այնտեղ որտեղ կա անորոշություն, երեխան կարող է իր երևակայությունը անսահման զարգացնել եւ ամենավատ սցենարները մշակել այդ երևույթի վերաբերյալ։ Բացի այդ, հարգելի ծնողներ, շատ կարևոր է, որպեսզի երեխայի ներկայությամբ վատ արտահայտություններ ձեզ թույլ չտաք կապված հիվանդանոցի, բուժանձնակազմի, պայմանների հետ եւ այլն, որովհետեւ երեխաները, անկախ նրանից, որ տվյալ պահին կարող է խաղալիս լինեն, ամեն ինչը շատ լավ ընկալում են եւ դա իրենց վրա բացասաբար է ազդում։ Եթե այնուամենայնիվ դուք շատ լարված եք եւ դժգոհ եք, կարող եք ձեր հարազատի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել դա, բայց երեխայի բացակայության ընթացքում, որովհետեւ երեխան այդ ամենը լսելիս ավելի կլարվի, քանի որ գիտի, որ դուք իր միակ պաշտպանն եք հիվանդանոցում։ Եվ եթե դուք դժգոհ եք շրջապատից, պայմաններից, աշխատակազմից եւ այլն, հետեւաբար ձեզ համար եւս դժվար է այդ ամենը հաղթահարել, իսկ դուք պետք է իր համար լավագույն օրինակը լինեք ուժի։ Կարող եք օրինակներ բերել անգամ սուպերհերոսների հետ կապված, պատմել ձեր մանկության ընթացքում ունեցած փորձի վերաբերյալ ու ամենակարևորը չհերքել երեխայի զգացմունքները։ Ես հասկանում եմ, որ դու հիմա նեղված ես, որ քեզ համար դժվար է եւ դա բնական է։ Ես էլ քո տարիքում շատ էի անհանգստանում, բայց երբ առաջին անգամ գնացի հիվանդանոց, ես հասկացա, որ այդ ամենն այդքան էլ սարսափելի չէ եւ իրականում բարի բժիշկն ինձ օգնեց, որպեսզի ես շուտ վերադառնամ իմ տուն։ Հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այն ամենն, ինչ այսօր ձեզ ասացինք, օգտակար կլինի, երբ դուք հաջորդ անգամ ձեր երեխայի հետ այցելեք որևէ բուժ հաստատություն, բայց կարևոր է նաև, որպեսզի, ինչպես արդեն ասվեց, չմոռանաք ձեր անձի մասին, այսինքն դուք էլ որպես մայր, որպես ծնող կարողանաք այդ ընթացքում ժամանակ հատկացնել ինքներդ ձեր խնամքի համար։ Ու խոսքը չի վերաբերվում միայն հիգիենային կամ նմանատիպ այլ երևույթների, որպեսզի դուք կարողանաք հանգստանալ, մի փոքր զբաղվել ինքներդ ձեզնով, զբաղվել այն ամենով, ինչը ձեզ ուրախություն է պատճառում։ Օրինակ, հասարակ մի բան ականջակալներով լսել ձեզ հանգստացնող երաժշտություն, կարող եք ձեր հեռախոսի մեջ ներբեռնել որևէ ֆիլմ կամ հենց երաժշտությունը, աուդիոգիրք, ու երբ երեխան քնում է կամ որևէ բանով զբաղված է, դուք ժամանակ հատկացնեք դրա համար ու կարևոր է նաև, որպեսզի շատ լավ սնվեք։ Երևի թե կհիշեք, որ մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում մենք արդեն բերեցինք այդ օրինակը, երբ վայրի բնության մեջ առյուծը հարձակվում է եղնիկի եւ իր ձագի վրա, եթե եղնիկ մայրիկը սոված լինի, իսկ ձագը կուշտ, իրենք երկուսն էլ չեն կարողանա իրենց պաշտպանել, որովհետեւ մայրիկը թույլ է եւ սոված, իսկ ձագը չնայած նրան, որ կուշտ է, չունի փորձ։ Իսկ եթե լինի ճիշտ հակառակը, այսինքն մայրը լինի կուշտ, բայց ձագը թեկուզ եւ սոված մնա, մայրիկն այնուամենայնիվ կունենա ուժեր, որպեսզի իր զավակին կարողանա պաշտպանել առյուծից։ Սա լավագույն օրինակն է նրա, որ եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան լինի հանգիստ եւ իր մոտ ամեն ինչ լավ լինի, առաջին հերթին պետք է հոգ տանեք ինքներդ ձեր մասին։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում անդրադառնանք մի քանի կարևոր խորհուրդների, որոնք դուք կարող եք կիրառել երեխայի հիվանդանոցային պայմաններն ավելի հետաքրքիր եւ խաղաղ դարձնելու համար։ Կախված երեխայի տարիքից դուք կարող եք մի քանի խաղեր պատրաստել, խաղալ դրանցով եւ երեխային բացի նյարդային համակարգը հանգստացնելը, դրական հույզեր փոխանցելը, նաեւ նախապատրաստեք սպասվող գործընթացների։
Օրինակ, եթե դուք չեք կարողացել ձեզ հետ տանել որևէ խաղ, չունեք նման հնարավորություն տվյալ պահին, դուք կարող եք տեղում հորինել այնպիսի խաղեր, որոնց համար շատ բան անհրաժեշտ չէ։ Օրինակ, երեխայի լարվածությունը մեղմացնելու համար, իրեն ուշադրությունը կենտրոնացնելու համար դուք կարող եք պայմանավորվել, որ հիվանդասենյակում երեխան պետք է գտնի 5 սպիտակ գույնի իր։ Կամ կարող եք թաքցնել որևէ իրեր, որոնք տվյալ պահին ձեռքի տակ կան եւ փորձել երեխայի հետ գտնել։ Կամ կարող եք մի քանի իրեր դասավորել սեղանի վրա, երեխային խնդրել, որ դրանք մտապահի, հետո փակի աչքերը, այդ իրերից մեկը թաքցնեք եւ երեխան փորձի գուշակել, թե որ իրն է թաքնված։ Իհարկե իդեալական կլիներ, եթե լինեին խաղալիքներ, փազլեր, երաժշտական գրքեր եւ նմանատիպ այլ բաներ, բայց հավատացեք, անգամ դրանց բացակայության ժամանակ դուք այնուամենայնիվ կարող եք երեխային հետաքրքրությունը բավարարել։ Կարող եք երեխային նախապատրաստել սպասվող իրադարձություններին։ Օրինակ, մի քանի վարժանքներ անել, որպեսզի երեխայի համար հետագայում ավելի հեշտ լինի։ Պատկերացրեք, որ երեխան պետք է շուտով արյուն հանձնի, եւ դրա համար մարզեք երեխայի մատիկները։ Իրեն ասեք, որ նա օդից մատերը շարժելով փորձի բռնել փոշե հատիկները։ Կամ մեկ այլ տարբերակ, որ խաղի ընթացքում պետք է սուպեր հերոսի նման կարողանա մի քանի վայրկյանով սառել իր դիրքում։ Չէ՞ որ երբեմն սուպեր հերոսները եւս դժվարությունների միջով են անցնում։ Դուք կարող եք պահել ժամանակ եւ երեխային ասել, որ կարողացավ 20 վայրկյան դիմանալ եւ այդպես շարունակ։ Կա եւս մի հետաքրքիր խաղ, որը կօգնի, որ երեխան ավելի հանգիստ վերաբերվի հիվանդանոցային պայմաններին եւ բժշկի այցին։ Դերային խաղը, որի ընթացքում սկզբում դուք կլինեք այցելուն հիվանդը, իսկ ձեր երեխան բժիշկը, հետո էլ կարող եք փոխվել դերերով։ Հավատացեք, որ նման խաղ խաղալուց հետո երեխաների տագնապի մակարդակը զգալիորեն կնվազի եւ հաջորդ անգամ բժշկի հանդիպելիս նա արդեն ավելի հանգիստ արձագանք կտա բժշկի այցելությանը։ Հաղորդման ավարտին եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ դուք կարող եք երեխային ավելի հանգիստ դարձնել ձեր հանգստության միջոցով եւ պատկերացրեք, թե երեխայի համար այդ բարդ իրավիճակը տանից հեռու, անսովոր միջավայրում, որտեղ աղմուկ է, դեղերի հոտ է եւ այլն, կարող է ավելի պակաս ստրեսային լինել, եթե միասին անցկացրած ժամանակը ձեզ համար ավելի հագեցած եւ բովանդակալից դարձնեք։ Բնականաբար բոլորից ցանկանում ենք համբերություն այդ դժվար հարցում։ Հուսով ենք մեր այսօրվա հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ, իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը, կհանդիպենք։